Շուտով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կունենա լիազորություն բոլոր դպրոցների նկատմամբ։ Այս տարվա սեպտեմբերից այն կդառնա մարզային, իսկ 2027-ի սեպտեմբերից նաև Երևանի բոլոր դպրոցների լիազոր մարմինը։ Հավաստիացնում եմ, որ այդ բոլոր հարցերը կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում։ Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ նմանատիպ վարքը պետք է ունենա ավելի երկարաժամկետ հետևանք եւ այո, եթե նման վարքագիծ է դրսևորվում, մենք պետք է լրջորեն մտածենք այդ մարդուն կրթական հաստատությունում որոշումների կայացման որևէ օղակում ներգրավելու մասին։ Հանրային հեռարձակողի խորհրդի զեկույցի ժամանակ Թագուհի Ղազարյանը խոսեց ընդդիմադիր գործընկերների դժգոհությունների մասին, նրանց նախընտրական քարոզարշավի որոշ դրվագներ չհեռարձակելու կապակցությամբ։ Հայաստան դաշինքի ընկերները լրջորեն բարձրացնում էին, դուք նկատել եք, որ նախընտրական շրջանում հանրային հեռուստաընկերությունը ցենզուրայի է ենթարկել իրանց նախընտրական հոլովակը, որտեղ իրանք ծիծեռնակաբերդը քանդում, տեղը մզկիթ են սարքում։ Եթե այդ հոլովակը չցուցադրել կոչենք գրաքննություն, մենք շատ Իրանք տենց էին անվանում։ Հա, իրենք այդպես են անվանում, դե իրենց իրավունքն է իրենց գնահատականները տալ հանրային հեռուստաընկերությանը եւ հանրային ռադիոյին ես շնորհակալություն պիտի հայտնեմ քարոզարշավը պատշաճ մակարդակով լուսաբանելու համար երևի մի քիչ անհամեստ չի, բայց ես ստիպված եմ ասել այս խոսքերը իսկ ինչ վերաբերում է բողոքներին, մասնավոր գնահատականներին ես դրանց չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ դրանք դուրս են իմ ընկալումներից եւ դրանք շատ մասնավոր եւ չհիմնավորված գնահատականներ են։ Ինչպես ամեն տարի գալիս ենք եւ արձանագրում ենք, որ բազմաթիվ հարցեր ազգային ժողովում հնչում են հանրային հեռուստաընկերության մասով առնվազն մենք ֆիքսում ենք, բայց երբ գալիս ենք այստեղ հանդիպման, մեր գործընկերները ցավոք չեն լինում կամ շատ քիչ են լինում ու հարցերը չեն հնչում։ Մեզ համար որևէ հիմնավոր բողոք մենք չենք արձանագրել եւ բոլոր բողոքներին պատասխանները արդեն ուղարկվել են։ Բայց շատ կարևոր է, որ ընտրական գործընթացից հետո հատկապես ինչպես դուք էլ նշեցիք, մեր գործընկերները իրենց բողոքներով գային կիսվեին հանրային եւ մենք էլ կարողանայինք հանրային դաշտում պատասխանել, որովհետեւ ինչ չի որ երբ որ հնչում են բողոքները հնարավորություն է լինում արձագանքել ընդհանրապես դրանց։ Իմ ղեկավարման օրոք դա ընտրություն առաջին անգամ էր լուսաբանվում ընտրությունները եւ ամբողջ ռադիոն աշխատում էր արտակարգ ռեժիմով, այդ թվում սոցցանցերում եւ նպատակն էր խիստ զուսպ, անաչառ, կոռեկտ, պարկեշտ բոլորի նկատմամբ լուսաբանում, ինչը իմ համոզմամբ ստացվել է։ Իսկ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցից հետո քննարկվեց հայրենադարձության հարցը։ 2025-ին Հայաստան ավելի շատ մարդ է տեղափոխվել Սփյուռքից, քան Հայաստանից տեղափոխվել է Սփյուռք։ Մեր գերնպատակն է, որ Սփյուռքը նոսրանա ոչ թե ի հաշիվ ուծեցման, այլ ի հաշիվ Հայաստան վերադառնալուն եւ այդ իմաստով ես ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել, որովհետեւ կարծես բեկում է տեղի ունեցել եւ ահավոր ընթացքը, որը ընդդեմ Հայաստանի էր, երբ որ մենք ոնց որ ինկուբատոր էինք աշխարհի համար, կանգնել է եւ դրա պատճառը միանշանակորեն Հայաստանի տնտեսական զարգացումն է։ Խորհրդարանական մշտական հանձնաժողովներում 2025-ի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն ավարտվեցին։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։